Նիկոլ Փաշինյանի գործողությունները վարքագիծը գնահատելու համար եւ ընդհանրապես հասկանալու թե ինչ է սպասվում, ես մի քանի գիրք խորհուրդ կտայի, որպեսզի վերընթերցեն կամ ընթերցեն մեր հեռուստադիտողները։ Դա առաջին նախ Քաշնազարը։ Անպայման կարդալ, որպեսզի տեսնել թե ինչ է սպասվում եւ ինչ վիճակ կա, այնտեղ ուստիանել կա, բանել, մի խոսքով, դա բոլորը կան։ Երկրորդը Օրվելը։ Երբ որ դուք նկարագրում եք ոստիկանության վարքագիծը մի դեպքում այս ձևով, մյուս դեպքում այն ձևով, մենք հիշենք, որ Օրվելի անասնաֆերմայում բոլորը հավասար էին, իսկ ոմանք ավելի հավասար։ Եվ այնտեղ Նապոլեոն Խոզը անում էր այն, ինչի դեմ պայքարել էր հեղափոխություն անելու ժամանակ, Նապոլեոն Խոզը մենք տեսանք։ Հետո մենք տեսնում ենք շրջված բուրգ ծուր հայելիների թագավորություն, դեմագոգիա եւ պոպուլիզմ, դա էլի Օրվելի 1984-ն է, եւ որպեսզի Նիկոլ Փաշինյանի վախերը իր մտածողությունը պատկերացնենք, ուրեմն պետք է նաեւ ընթերցենք Մարկեսի Նահապետի աշունը կամ վերընթերցենք ովքեր որ ծանոթ են ստեղծագործություններին։ Ահա այս 4 գրքերն են, իսկ ընդհանրապես եթե զվարճալի ձևով ենք ուզում նայել սրանց, ապա անպայման Օծյանի Փանջունին, Ընկեր Փանջունին այդ հեղափոխական դեմագոգների եւ դատարկախոսների վարքագիծը, եթե ուզում ենք գնահատական տալ, Օծյանը տվել է։ Այնպես որ ցավում եմ, որ Օծյանը իհարկե միջազգային մասշտաբի չի բարձրացրել, բայց ինքը հաստատ այդ մակարդակի մեջ հաստատ Իլֆի Պետրովից ոչ պակաս կարող էր գնահատվել կամ նույն Օրվելից։ Այնպես որ ստեղծագործությունները նկարագրված է Նիկոլ Փաշինյանի այս ամեն ինչը, ինքը խոր վախերի մեջ է ապրում, ես համոզված եմ, ինքը վախենում է իշխանության կորստից եւ դա նրան դարձնում է ավելի ագրեսիվ, իսկ ինքը գիտի, որ հաստատ կորցնելու է իշխանությունը եւ այդ ագրեսիան դրանով է պայմանավորված։